F-net-ն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր։ Զանգահարիր 8988 կամ այցելիր fnet.am։ Արմինե, ինչ եղար, 10 ժամ գիլաս ես քաղում։ Վայ։ Բայց ամսոր չեմ կարող գտնել սրտիս բալանի։ Ու ֆերիկ այսքան է արևիկին։ Կարմիր կականչները, ներկելին դաշտերը։ Նա։ Ապրես, լավ է եկար։ Արևիկ, ես սոված եմ, իմ սիրտը պամիդորով ձվածեղ ուզում։ Աչքս լույս, գնա խոհանոց, պամիդոր ձու վերցրու, սարքի մեծ աղջիկ ես։ Բայց ես ուզում եմ իմ ու Անուշիկի սարքած ձվածեղ ուտենք։ Արմինե ջան, ժամը 13:00 է, Անուշիկը գործի է։ Ոչինչ կգնանք կվերցնենք։ Ես չեմ կարծում, որ ինքը իր աշխատանքը կիսատ կթողնի, կգա քո այդ պամիդորով ձվածեղ սարքի։ Կգա։ Վստահ ես։ Հա, Բա որտեղ ենք պատրաստելու։ իրանց տանում։ Լավ, հարց չկա, բայց մի պայմանով եմ քո հետ գալիս։ Ասա։ Ես ընդհանրապես չեմ խառնվելու։ Դու Անուշիկը պատրաստելու եք, ես ու Աշոտը ուտելու են։ Լավ, Դե գնանք։ գնանք։ Էս ինչ եկան գետազատ գյուղում։ Բարև։ Բարև։ Արի գնում ենք ձեր տուն պամիդորով ձվածեղ սարքենք։ Նախ առաջինը մեր տունը մարդ չկա, երկրորդն էլ ես պամիդորով ձվածեղ չեմ կարող սարքեմ։ Ես չեմ կարող իմ գործը թողնել, գալ ձեր հետ պամիդորով ձվածեղ սարքեմ։ Բարդիների պուրակից գայս են մեր մոտը հաց են վերցնում, ես չեմ կարող իմ գործը թողել։ Լավ, Անուշիկ, քեզ էլ իմացանք։ Ու ֆարի, հա, Արմինե։ Հələ մի րոպե, միտքս փայլատակեց։ Մեր հարևան տիկին Նանեն մեզ կօգնի։ Ո՞նց։ Կգնանք իրանց տուն էլ պամիդորով ձվածեղ կսարքենք։ Բա գործը։ Գործս կմնա։ Հա։ Լավ։ Դե մի քանի հաց վերցրա։ Հա։ Հաց վերցնենք ու գնանք։ Ուրի մատնաքաշ։ Հա։ Հա։ Ծաղիկ, մաղիկ, իշկա վերցրու գնանք։ Երեխեք ավերտուրն արեցիք, Ռոբնելը հացը արագ սարքեց, որ մենք տակ ուտենք։ Ապրի Ռոբը։ Դե եկեք գնանք մեր տիկին Նանեի տուն։ Այո, ժամանակ չկորցնենք։ Արմինեն հեսա մեզ ա ուտելու։ Շատ սոված է։ Հասանք։ Հա։ Մաքսիմ։ Ո՞վ է Մաքսիմը։ Մաքսիմը տիկին Նանեի տղան է։ Անուշիկ, ես ինչ հաշիվ է։ Մաքսիմ մամա տունն է։ Հա։ Լավ, եկեք։ Տիկին Նանե։ Ահա, Բարև ձեզ։ բարև ձեզ։ Արևիկն ու Արմինեն Նիզամից եկել են, որ պամիդորով ձվածեղ սարքեն։ Մեր տունը մարդ չկար։ Դուք մեզ կօգնեք, չէ՞, Իհարկե։ որպես ամենալավ հարևան։ Իհարկե կօգնեմ, մեծ սիրով իմ աղջիկներ վերև բարձրացեք։ Շնորհակալ։ Մեծ սիրով ձեզ կօգնեմ։ Ուրա, ինչ լավ է։ Սովոր ենք վերջապես պամիդորով ձվածեղ պատրաստ։ Էս ովքեր են։ Մեր բարեկամներն են։ Ինչ է ճանաչում։ Անուշիկն է։ Այլևս ճանաչում, դու չես ճանաչում, արի։ Մաքսիմ, ձեր Wi-Fi parole կասես։ Fnet 1 2 3 ապրես։ Որ ինտերնետ չմտնես, Անուշի կլինի, չէ։ Հա։ Համբերի, հեսա տիկին Նանե սուրճ ա պատրաստում, խմենք, անցնենք գործի։ Հա։ Լավ։ Ինչ ես կորցրել ինտերնետում։ Կարող է ուզում էիր Սիմիկին տենայր կարոտել ես։ Կարոտել եմ Սիմիկին։ Fnet-ից եք օգտվում փաստորեն, ինչքան ժամանակ է։ Մի 4 տարի կլինի։ Հա։ Ահա, մեր սուրճն էլ պատրաստեց տիկին Նանեն։ Հյուրասիրվեք, միամանչեք, զգացեք ինչպես տանը։ Հեսա տեսնեմ ինչպիսի սուրճ եք պատրաստում, որ համով եղավ, ամեն օր գալու են գետազատ առավոտները։ Համեցեք։ Միասին սրճենք,
Այդ յուղերը նկարելու։ Մեծ սիրով։ Ձեր համար միշտ է դռները մեր բաց է։ Օ, մենակ մեր համար, բոլորի համար։ Տիկին Նարե, դուք ազգությամբ Եզդի ենք։ եզդի եք։ Ահա։ Այո։ Մենք վաղուց ստեղ ապրում ենք, ծնվել ենք, մեծացել ենք։ Իհարկե մեծ սիրով մենք ապրում ենք, լավ հարևանություն, լավ բարեկամություն ենք անում։ Չեմ կարող ասեմ, որ ես տարբերում եմ եզդի եւ հայ ժողովրդին իրարից։ Իմ հայմայքի մեջ բոլորը մեզ հարգում են որպես եզդիներ, մենք ոչ մի կոնֆլիկտ չունենք իրար հետ։ Ես արդեն 24 տարի այս գյուղում եմ, որպես հարս եմ եկել այս գյուղում ու բնակվում եմ այս գյուղում։ Բա նախկինում որտեղ եք գնում։ Նախկինում ես Հոկտեմբերյանի աղջիկ եմ, Մրգաշատ գյուղի։ Մրգաշատ։ Մրգաշատ գյուղի։ Ինքացիներով գյուղն է։ Հա։ Եզդիական համայնքներ հիմնականում կան, չնայած բոլոր մարզերում էլ կան, հիմնականում սփռված են Արմավիրի մարզում, Արարատի մարզում, Թալինի, Արագածոտնի, Աշտարակի, ամենամեծ եզդական գյուղ համայնքը Շամիրամն է, մեր։ Արմավիրում էլ ունենք Ֆերիկ անունով գյուղ։ Հա, դա եզդու համայնք գյուղ է։ Հիմնականում այդտեղ եզդիներ են ապրում։ Այո։ Ստեղ էլ մենք համարյա 40 տուն ենք եւ բոլորս բարեկամներ ենք։ Տիկին Նանե, ձեր խորհրդանիշը համարվում է արևը, թե սիրամարգը։ Արևը մեր խորհրդանիշն է։ Սիրամարգը մենք պաշտում ենք։ Մշակույթը, ավանդույթները ամեն ինչ պահպանում եք, օրինակ ձեր տղան գիտի խոսել եզդերեն։ Իհարկե։ Հիմնականում իրար հետ որ լեզվով եք հաղորդակցում։ Մենք մեր լեզվով ենք խոսում։ Ահա։ Բայց որպես հայ համայնքի ապրող, որ երեխան լավ մաքուր հայերեն խոսի, չամանչի, ճիշտ արտահայտվի, ես իր հետ ավելի շատ հայերեն գրական խոսում ենք, որ ինքը դպրոցում կարենա գրական հայկական լեզուն օգտագործի։ Բայց հիմնական մեր լեզվով ենք մենք խոսում մեր տան մեջ։ Հիմա կարող եք ձեր լեզվով ասել բարով եք եկել մեր օջախ, ոտները թվերով լինի։ Իհարկե կարող։ Եվ Սերճավառահուն հատրնե, նգիվա խեր վեշեմամե, համուտշտե բաշվարա դղազմ, ամենալավաներն եմ ցանկանում, բարով եք եկել մեր շեմը, երջանկություն եմ ձեզ մաղթում ու կանաչ ճանապարհ։ Ասում են, որ եզդիները հյուրասեր են, առատաձեռն են։ Դե ասում են, չգիտեմ, ով իզդեվի, ոչ բոլորը։ Գյուղ չկա, որ շուն չլի։ Ոչ բոլորը։ Ազգի մեջ լավներ կա, վատներ կա։ Չի ասի բոլորը առատաձեռ են։ Մաքսիմ ջան, մի հատ երգի մեր համար քոքերու երգերի Ջամալ Մամոյանի կադրերից մի բան երգի մեզ։
Ձեր ամենասիրելի ուտելիքը ո՞րն է։ Մենք սիրում ենք ընդհանրապես տոլմա, խաշլամա, խորոված, իհարկե ամառային ճաշերը, ձվածեղով պամիդոր, բիբար բադրջան, խորոված, Ողջից ասում եմ քյաբաբ։ քյաբաբ, այնքը քյաբաբը սիրում որովհետեւ Ոչինչ, Քյուբտա։ Մյուս անգամ էլ կգան քյաբաբ կխորովեն։ Հա։ Ես ամեն ինչ սիրում եմ, բայց նայած ուտելիքը որ սիրեմ էլի։ Պամիդորով ձվածեղ սիրում ես։ Չէ, մենակ ձվածեղը եմ սիրում։ Բա որ պատրաստենք չես ուտելու։ Ձվածեղը կվերցնեմ։ Հա։ Դու որ ուտելիքն ես շատ սիրում։ Սող։ Հե։ Սող։ Վայ մամա ջան։ Դու մեզ էլ հունգ ուտես։ Տենց ուտելիք կա, որը չես սիրում։ Սպասի հիշեմ։ Չէ, չկա։ Ձեր մշակածն է։ Իմ մշակած ծառների մրգերն է, համեցեք, օգտվեք։ Վայ արա։ Լավն է։ Արմինեն ճանաչում եք։ Չէ։ Ինքն էր այդ արտահայտությունը արել։ Ինքը վայ։ Իրենից տարածվեց այդ արտահայտությունը։ Մենք օգտվում ենք F-Net Telecom ընկերության ծառայություններից։ F-Net-ը շատ լավ կապ է։ Եթե ուզում եք ունենալ F-Net, ապա զանգեք 8988 հեռախոսը համարով։ Ուրեմն, տիկին նանե, պամիդորով ձվածեղը սարքելու համար ինչ ա մեզ պետք։ Սկզբից պետք է յուղ տապակել, հետո սոխը մանդել կտրատել, Սոխ ունենք, սոխ ունենք, պամիդոր ունենք, ձուել ունենք։ ձուել ունենք, պամիդորը հետո ձուն եւ կանանչեղենը եւ բիբարը։ Բիբար ենք բերել։ Այո, այո։ Այստեղ պամիդոր, Եվ այս բոլորը կտրատում ենք սիրուն թավայի մեջ եւ բարի ախորժակ։ Կարող եմ օգնել։ Իհարկե, արի խառնի աղջիկ։ Տան ընդհանրապես ինչ ես պատրաստում։ Ամեն ինչ։ Ինչ օրինակ։ Ձվածեղ, կարտոշկա։ Իսկ պիցա կարող ես սարքել։ Երկը սոկես։ Նոր կսարքենք ես էլ։ Բա դու ինչ ես կարող պատրաստես։ Ճաշ, լոբով ճաշ ու ոսպով ճաշ։ Անշի Կարմին է կարող եմ օգնել։ Այո, Այո։ համեց։ Հերթը հասավ մեր փռի հացերը կտրտելու։ Անուշիկ, մենք միշտ այնտեղից ենք առնում։ Ռոբը շատ արագ եւ համեղ եւ տաք սարքում է։ դիմավորեք։ Մեր ճաշը արդեն պատրաստ է։ Մեր պամիդորով Մեր պամիդորով ձվածեղը համեցեք, հանուշարեք։ Բարի ախորժակ բոլորին։ Ապրի, էսի շլավ տղա եք մեծացնում, էսի Արմինեին, որովհետև են քաշին ապսեն։ Արմինեի ուզած Ձվածեղն է։ ձվածեղն է, այո։ Մաքսիմ քոնն է։ Ինա։ Հա։ Էլի Ես կթողնես։ Վերջ, ես քանքես էիքա։ Սպասի դնող չբարվես։ Սենց ապսեների մեջ ենք դնում, որպեսզի շատ գործ չբացենք, էլի ձեզ համար։ Մոտենում ենք ամենա լավ արարողակարգին, կենաց ենք խմում սոկով, որովհետև երեխաներին ալկոհոլ չի կարելի։ Երեխեք ջան, բարով եկեք է։ Շատ ուրախ է ձեր հետ ծանոթանալ։ Շատ ամեն ինչը ակուրատնի, սիրուն ստացվեց մեր մոտ։ Ձեզ կանանց ճանապարհ եմ աղթում, ամենալավ բաները։ Շնորհակալ ենք շատ։ Ես էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել
գետազատի բնակիչներից, առաջին հերթին ձեզնից, Շնորհակալություն շատ։ որ Անուշիկին չմերժեցիք ու Ոչ, տեղում մեզ ընդունեցիք։ շնորհակալություն ձեզ։ Աջակցեցիք հարևանին։ Ես ցանկանում եմ, որ հարևանասիրություն լինի Հայաստանում։ Այո, ես սիրում եմ։ Հարևանները մեկը մյուսին աջակցեն, օգնեն, ոչ թե նախանձեն միմյանց։ Ոչ, նախանձելը լավ բան չի։ Այո։ Իրականից պետք է բոլորս միավորվենք եւ բոլորիս օգնություն ցույց տանք։ Նախանձելով ոչ մի բան առաջ չենք տանելու։ Հարևանը հարևանին երբեք չպետք է նախանձի։ Այո, Սիրեք իրար։ դա ճիշտ բան է։ Այո, նաև շնորհակալություն ենք հայտնում Ռոբի ընտանիքից, Նայիրից, որ իրենց գյուղում բացել են հացի փուռ եւ զարկ են տվել գյուղի զարգացմանը։ Այո, շատ համով հաց է, մենք օգտվում ենք եւ շատ մաքուր համով հաց է։ Ես էլ հիմա փորձեմ ու իմ կարծիքը հայտնեմ։ Շատ համով հաց է։ Ապրեն իրանք։ Շատ համեղ է։ Ամեն ինչ տեղը տեղին, սարքած։ Հեսա մեր պամիդորով ձվածեղն էլ կփորձեմ։ Շատ համեղ աստացվել։ Հա, իրոք, շատ համեղ է։ Բարի ախորժակ բոլորիս։ Ապրեք, ամեն ինչ տեղն է։ Աղը, ամեն ինչ։ Անուշիկ, Մաքսիմ, շատ շնորհակալ ենք, Արմինեի ցանկությունը կատարեցինք, հասանք գետազատ, պամիդորով ձվածեղ սարքեցինք, կերան կշտացանք։ Հիմա հանգիստ կարող են գնալ Երևան, որ Արմինեին ճանապարհենք Արևիկ, չես հիշում Աշոտի ցանկությունը։ Ինչ ցանկություն։ Աշոտը շատ հավանել էր Սուրբ Սարգիսը։ Հիմա մենք գետազատում ենք, կարող ենք գնալ Սուրբ Սարգիս եւ Աշոտի ասածը կատարենք։ Ինչ էր ասել։ Հա։ Գնանք Սուրբ Սարգիս եւ սիրուն տեղը սուրճ խմենք։ Նեղություն եմ քաշել եւ սուրճ եմ պատրաստել, որպեսզի գնանք։ Չես մոռանում էլի ոչ մի բան։ Չէ։ Ժողովուրդ, ուրեմն երբ որ գետազատում եկեղեցիներում ում ենք վառում, Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքը դե շատ էի հավանել, Աշոտն էլ շատ հավանեց, ասեց մյուս անգամ հենց գան գետազատ, պետքա բարձրանանք այնտեղ նստենք ու սուրճ խմենք, ապրես Անուշիկ։ Հալալա քեզ։ Գնանք։ Անդրանիկը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև Անդրանիկ ապեր։ Ո՞նց եք։ Լավ։ Արմինենա։ Հա, ուրախ եմ շատ։ Ճանաչում Ընկեր եմ։ Անդրանիկ, Հայտնի Արմինենը։ Արմինեն ամեր։ Դե Մաքսիմին Անուշիկին էլ ճանաչում Հա, եք, չէ՞։ Ինձ հա։ էլ եք, չէ՞ ճանաչում։ Հա, ոչ, չէ, Արևիկ ջան։ Ահա։ Մենք երրորդ անգամ ենք արդեն եկեղեցու Հա։ տարածքում։ Դե եկել եք մի անգամ ես տեղ չեմ ել, է։ Ոչինչ, էլի անել եք, նկարել եք սիրուն ձերման հանգիստ բայլել եք գնացել եք։ Հիմա եկել ենք Աշոտի ցանկությունը կատարենք, տարածքում նստենք, մաքուր օդը վայելենք, սուրճ խմենք ու այդպես։ Լավ արել եք։ Ընկեր Անդրանիկ, ձեր հայրիկը Թաթուլ Գասպարյանն է, վերանորոգել եկեղեցի։ Հա, վերանորոգել է, դարը վերահոսելն է բերե արը։ Այս խաչքարն է դրան ներքևի։ Խաչներս մեր համագյուղացիներն են դրել։ Ու տենց էլի իր արած գործները շարունակում եմ։ Բան պահպանում եմ այս ամեն ինչը։ Սուրճ կխմեք։ Ես կարամ հյուրասիրեմ, բայց որ հյուրասիրեք ոչ չեմ խմի։ Ահա, կհյուրասիրենք։ Ընկեր Անդրանիկ, Ահա, դուք քանի տարի արդեն ստե աշխատում եք։ արդեն մի 2 տարի մի 6 ամիս կլինի։ Եթե տենում եք ձեզի բանը Հա։ լավ չեք զգում, ծանրությունը, ստեղի երեխեքի կարող են ձեզի հեշտով օգնել։ Աստու գործերի մեջ ծանրություն չկա։ Իմացի Մաքսիմ։ Եթե լավ ճիշտ։ Բա։ Լավ, այլ այստեղից ողջ Արարատի մարզը երևում է։ Հա, Այն էլ Արևշատ գյուղը, չի։ այո։ Արևշատն է, այլ որն է երևում։ Այն նշանն Մարգաշատ է ոսոր։ Յուրավան, Աբովյան։ Նանջազատ ու սծետում ա դվին։ Ստեյց ամեն ինչ երևում ա ստեյց։ Ընկեր Անդրանիկ, եկեք։ Էսի Մաքսիմ դիր այդտեղ, որ ընկեր Անդրանիկը գա նստի։ Զգուշ, տակա, զգուշ չթափես։ Ահա։ Մաքսիմ ջան, դուր։ Սա էլ ձեզ ամեն մեկիդ մի քիչ։ Լավ։
Աշոտ արի, շատ լավ գաղափար է, ընկեր Անդրանիկ, այստեղ այսպիսի տաղավար ստեղծելը։ Որ կրիշել ավելացնեք, ավելի լավ կլինի։ Էլա կրիշի, քամին տարել է, հենա, այս տրուբեք հեսա։ Հենա։ Հա։ Ստե բան չի լինում։ Չի կարում քամ, շատ ուժեղ քամիներ ալում ստե։ Հա։ Հեսա որ բանի կդնեմ գնայք ես խաչի ձևա իրար տալիս քամի ժամանակ։ Հա, բախ, պելիսի շատ ուժեղ քամի ալում։ Անուշիկ, ես արդեն մոռացել եմ, քանի անգամ են գետազատ եկել, շատ, չէ՞։ Շատ եք գիտազատ։ Շատ են կապել ձեր ու ձեր գյուղի հետ։ Հա։ Ահա։ Արմինե, Հա, կշտացար, հա, շոտ։ համովեր պամիդորով Հա, ձվածեղը։ շոտ։ Ահա։ Հաջորդ անգամ ինչ ենք անելու, ինչ առաջադրանք ենք անելու Մաքսիմ։ Քյաբաբ։ Քաբաբ ենք սարքելու։ Կամ էլ թող մեկնաբանություններում գրեն, մենք էլ կկատարենք մեր հետևորդների ասած առաջադրանքները։ Համաձայն եմ։ Ես էլ։ Մեկնաբանություններում գրեք, թե ինչ առաջադրանքներ կարելի է անել ու որ բնակավայրում։ Դա ինչ սիրելի հեռուստադիտողներ հետևորդներ, չմոռանանք հիշեցնել, թե ով է մեր գլխավոր հովանավորը Արմինե։ Էֆնետը Այո, Fnet Telecom ընկերությունը, որ հեռախոսամարով պետք է զանգահարեն, որպեսզի 89-88 հեռախոսը համարով։ այո, եւ կծանոթացնեն ընկերության ծառայությունների հետ ձեզ, սիրելիներս։ Դե ինչ շնորհակալություն ենք հայտնում բոլորի մասնակցության համար։ Մեզ էլ նոր առաջադրանքներ։ Լավ մնացեք, ցտեսություն գետազատից։ Բաժանորդագրվեք ես ալիքի նորից եմ հիշեցնում, Աշոտը որ համբերություն ունենա, որ դիմանա Արևիկի բոլոր ասածները, ինչ պետքա նկարի, ինչ պետքա չնկարի, լայքեր դրեք եւ մեկնաբանություններ գրեք, առաջադրանքներ, որ իսի մենք կատարենք։ Մենք ձեզ շատ ենք սիրում։